Շատ լավ, ուրեմն մենք արդեն գիտենք RN տարածությունները եւ եթե ստատիկ տարածությունը տված է, մեզ պետք է մետրիկայի հասկացություն, չէ՞, սահմանել։ Բնական հաջորդ քայլը ինչ է, այսինքն երկու վեկտորների միջև երկարություն, երկու վեկտորների կազմած անկյուն ինչ որ ձևով սահմանենք։ Ինչպես սահմանենք։ Դե թվում է թե դպրոցից ծանոթ մոտեցումը ոնց որ երևի ստեղ էլ օգտագործենք։ Մի հատ գեղեցիկ լավ կանոն վերցնենք, սենց, շատ լավ նյութից սարքած, շատ ճիշտ կանոն, լավ, ասենք, տիտանից պատրաստված կանոն եւ ասենք A B կետերի միջև հեռավորությունը բռնենք այս կանոնով չափենք։ Ինչի սա լավ մոտեցում չի, ինչի է սա սխալ RN-ում։ Ով է մտածում։ Դե երկու չափանիում կամ երեք չափանիում հնարավոր է անել, բայց եթե քիչ մեծանում է տարածությունը, n-ը մեծանում է, արդեն հնարավոր չի լինի։ Ապրեք, 5 չափանի տարածության մեջ R5-ը ով մենք անցել ենք, անալիտիկ իր վեկտորները կարող ենք շատ սիրուն գրենք, բայց այդ 5 չափանի կանոնը ոնց կարող ենք պատկերացնել բռնենք չափենք։ Դրա համար եկեք մի քիչ ուրիշ մոտեցում ցույց տանք, հա։ Նախ սահմանենք այսպես կոչված սկալար արտադրյալը, եւ այդ սկալար արտադրյալի միջոցով երկրի երկարություններ կսահմանենք, վեկտորների միջև կազմած անկյուններ կսահմանենք։ Սահմանում Եթե ուն եւ v-ն երկու հատ վեկտորներ են, r-ն տարածության մեջ, նրանց սկալար արտադրյալը սահմանվում է սենց։ Առաջի կոորդինատ անգամ սրա առաջի կոորդինատ պլյուս սրա կոորդինատ երկրորդ կոորդինատ, սրա վերջին կոորդինատ անգամ վերջին կոորդինատ։ Հիմա ով է ինձ ուզում ասել, սկալար արտադրյալը երկու վեկտորների, դա վեկտորա թե թիվա։ Սկալար թիվա։ Թիվա, սկալար թիվա, այո։ Ընդ որում այս գծային հանրահաշվի մեջ ավելի ընդունված է այդ սկալար բառը օգտագործել ամեն անգամ, երբ որ մենք սկալար դաշտի տարերի հետ գործ ունենք, չէ՞, որպեսզի շեշտադրենք տարբերությունը վեկտորի հետ կապված։ Ասում ենք վեկտորների սկալար արտադրյալը սկալար թիվ է, լավ, բռնում ամեն ինչ իրար հետ։ Եթե երկու վեկտորների սկալար արտադրյալը 0 է, ապա այդ վեկտորները կոչվում են օրթոգոնալ կամ ուղղահայաց։ Եվ այդ փաստը այսպես է նշանակվում։ Սա զգում եք, չէ՞, դպրոցից ծանոթ ձեր հասկացության ընդհանրացում է, որովհետև ինչի է ընդհանրացում, որտեղ սա մենք 5 չափանի տարածության մեջ էլ կարող ենք կիրառել։ 5 չափանի վեկտորները կարող են լինել իրար օրթոգոնալ։ Չնայած վիզուալ իրանց այսպես օրթոգոնալ չեն կարող պատկերացնել։ Օրինակներ, այստեղ նմուշներ են բերված, որտեղ ոնց ենք հաշվում սկալար արտադրյալը, այդ տեսեք, այստեղ v-ն ու w-ն էլ դուրս են գալիս իրար օրթոգոնալ։ Այստեղ մի հատ ուրիշ օրինակ, սա երկչափ օրինակ, սա եռաչափ օրինակ։ Հետևյալ պրիմիտիվ հատկություններ, էլի հիմնական հանրահաշվական հատկություններ եկեք դրանց անվանենք։ Ով կասի, ինչի ու անգամ v-ն հավասար է v անգամ u։ Էլի արտադրյալը կոմուտատիվ է։ Որտեղ չկա էլի։ Այս սահմանման մեջ, եթե u անգամ v-ի տեղը v անգամ u վերցնեինք, պարզապես պետք է այս r-ի մեջ ու արտադրյալը կոմուտատիվ է, բան չի փոխում, չէ՞ դրանից։ Եթե վեկտորներից մեկը բազմապատկենք a սկալարով, սկալար արտադրյալը ինչ կլինի։ Այո, կբազմապատկվի։ Հետո այս բաշխականության կանոնը եւ ոչ բացասականության կանոնը։ Սկալար արտադրյալը ցանկացած վեկտորի ինքը իր հետ ոչ բացասական թիվը, ընդ որում դա 0-յա միայն երբ որ v-ն ինքը 0-յա։ Ով է ուզում ապացուցել, եթե v-ն կոորդինատներն x1, x-n, v անգամ v սկալար արտադրյալը ինչ կլինի։ Եթե x-y կոորդինատներն ունի, կլինի x քառակուսի գումարած y քառակուսի։ Իսկ ընդհանուր դեպքում իր կոորդինատները դեպքում x1 քառակուսի, x2 քառակուսի, xn քառակուսի։ Ահա, հիմա այս առաջի պնդումը, որ ինքը միշտ մեծ կամ հավասար է 0-ից, պարզա որ ինչի է դա տենց։
Դա 0 կլինի միայն այն դեպքում, եթե 0 լինեն այդ x-երը։ Իսկ մնացած բոլոր դեպքերում մեծ կլինի։ Հաջորդ հատկությունները ասում է, որ եթե երկրորդ կոորդինատը այով բացապատենք, ելի ինքը դուրս կգա նշանի տակից A-v-n բացապատենք դուբլով կլինի A-w-v-w եւ բաշխականությունը A-չից, սա ինքնուրույն խնդրում եմ դուրս բերեք։ Նայեք, կարելի է օգտագործել սկալար արտադրյալը, որպեսզի սահմանենք վեկտորի երկարությունը։ Վեկտորի երկարությունը սենց է սահմանվում։ Վերցվում է ինքն իր այդ սկալար արտադրյալը, դրա արմատի տակ ենք գցում, սա կոչվում է վեկտորի երկարություն։ Դուք նկատում եք, որ վեկտորի երկարությունը մենք սահմանեցինք ցանկացած n չափանի տարածության մեջ։ Այդ որոշ գրքերում այլ էսպես կտեսնեք երկու գծանի։ Դուք դպրոցում մի գծանի եք անցել, երկարության նշանակումը թե երկու գծանի։ Մի գծով։ Մի գիծեր։ Այո, որոշ գրքերի մեջ եթե բացեք տեսնեք երկու գծով է նշանակած, չզարմանաք, պարզապես քանի որ այս երկարության վերաբերյալ խնդիրներում բազմիցս պետք է ալնում այդ գծիկները նշել։ Ու բազմիցս այս երկու անգամ գծիկները ասես անդադ գրելը ու դա իմաստը չփոխելով հանդերձ ինչ որ ավելի որ նյարդայնություն է մտցնում։ Այստեղ օրինակներ ունենք, գիծը բանա, չէ՞, մոդուլն է, այսինքն 0-ից հեռավորությունն է, բարձա որ չէ։ Մոդուլ չի կոչվում, սա վեկտորի մոդուլ, ինչ բան չկա։ Սա կոչվում է վեկտորի երկարություն կամ մի տերմին էլ կա, ասում է վեկտորի նորմ։ Նորմ կոչվում է ու երկարություն, դրանք հոմանիշներ են, բայց վեկտորի երկարությունը վեկտորի մոդուլ չի կոչվում։ Հաջորդը, այստեղ օրինակներ են բերված, վեկտորը կոչվում է նորմալիզացված կամ նորմալ վեկտոր, եթե իր երկարությունը 1 է։ Եթե պատահական վեկտոր է տված, իրան կարելի է նորմալիզացնել։ Ոնց իր երկարությունը չափենք, բաժանենք վրան։ Դրանից բացի երկու կետերի միջև հեռավորությունը ցանկացած չափանի տարածությունում ոնց կարելի է սահմանել։ Եթե OA AB կետերի միջև հեռավորությունը վերցնենք OB-ից հանենք OA-ն, դա կլինի դրա երկարությունը հաշվենք։ Էդ էլ է սրանով։ Եկեք մենք հիմա անցնենք այսպիսի մի հատ չափազանց կարևոր անհավասարություն, որը կոչվում է Կոշի-Շվարցի անհավասարություն։ Սա կոչվում է նաև Կոշի-Բունյակովսկու անհավասարություն։ Ես վստահ եմ, որ դուք անալիզից այդ Կոշի-Բունյակովսկու անհավասարություն հաստատ անցել եք, դա շարքերի տեսության մեջ, ինտեգրալի մեջ 100,000 միտեղ պետք է գալիս, ընդ որում այս տեսքը, որ ես գրեմ, դա ձեզ կզարմացնի։ Անալիզից այդպես չեք անցել, բայց եթե լավ մտածեք, դուրս կբերեք այս տեսքից այն տեսքը։ Որ այդ Կոշի-Շվարցի անհավասարությունը ասում է, այս sense բան է կատարվում։ Դա հասկանանք։ Ցանկացած երկու վեկտորների համար նրանց սկալար արտադրյալի մոդուլը ինչի է սա մոդուլ, որտեղ u անգամ v-ն, u անգամ u dot v-ն, սա սկալար արտադրյալը, թե սկալար արտադրյալը վեկտորա, թե թիվ։ Սկալար թիվա։ Եթե թիվա, այս գծիկները որ դրել ենք, նշանակում է դրա մոդուլը։ Ուրեմն սկալար արտադրյալի մոդուլը փոքր կամ հավասար է ինչից։ Փոքր կամ հավասար վեկտորների մոդուլներից էլի բազմապատկված։ Վեկտորների, մի ասեք վեկտորների, վեկտորների երկարությունների արտադրյալից։ Ուրեմն սկալար արտադրյալի մոդուլը փոքր կամ հավասար է երկարությունների արտադրյալից։ Ահա այս կետիկը եւ այս կետիկը զգացվում է որ տարբեր բան են արտահայտում։ Այս երկրորդ կետիկը ուզի էլ չի կարող սկալար արտադրյալ արտահայտել, որտեղ այստեղ գրած է ինչ որ երկարություն, ասենք սա 7-ի է հավասար։ Ստեղ է գրած է երկարություն, սա գրած է 5։ 5-ն ու 7-ը սկալարապես չեն կարող, չէ՞ իրար բազմապատկվել։ Սովորական իմաստով միայն կարող են բազմապատկվել։ Եղավ, էս էլ sense։ Հիմա եկեք սա ապացուցենք։
ապացուցում եմ այսպես, առաջի քայլը ես անեմ, մնացած ինքնուրույն ձեզ հանձնարարեմ։ Տեսեք, եթե ես W-ով տված UV վեկտորների համար W-ով նշանակեմ սենց, առաջի վեկտորը նորմալիզացված, հանած երկրորդ վեկտորը նորմալիզացված։ Ահա, ինչ է նշանակում on նորմալիզացված, նշանակում on բազմապատկված է 1 ուի երկարության երրորդ, այսինքն եթե իր երկարությունը 5 է, իրան պատկում եք 1/5-ով, հասկանալի է։ Հիմա այդ դեպքում հələ մի հատ նայենք ինչ կլինի W այս վեկտորի սկալար արտադրյալը ինչի իր հետ։ Սկալար արտադրյալը ըստ նախորդ ստացած կետի համաձայն եք որ միշտ մեծ կամ հավասար է 0-ից։ Մյուս կողմից, ստեղ եթե W-ի փոխարեն իր արժեքները գրենք, այս այ վերևի տողից արժեքը արտագրել եմ ստեղ։ Հիմա հիշենք այս կանոնները, այստեղ որ վերևում ինչ-որ մի հատ կանոն, այստեղ ինչ որ կանոններ ունեինք, ստեղ այս վերևի կանոնները, չէ՞։ Այս կանոնները, բաշխականության բացելու կանոնները, որ կիրառենք այս տերիտորիայում, չի ստացվի արդյոք, ուրեմն տեսեք ինչ կլինի։ Սա 1-ը բաժնած ուի երկարության, 1-ը բաժնած ուի երկարության։ Այս ուի երկարությունները դուրս կգան փակագծից, չի մնա ու սկալար արտադրյալը բաժանած ուի երկարություն անգամ ուի երկարություն։ Կամ ուրիշ խոսքերով ասած, ստեղ գրած է ուի հետ սկալար արտադրյալը, այսքանը բազմապատկած ուի երկարություն անգամ մի հատ էլ ուի երկարություն։ Հետո ինչ է, սա սրա հետ տալիս է մինուս uv բաժնած սրա վրա, սա այն վերջինի հետ տալիս է սա, այս v-ն այս սրա հետ տալիս է սա։ Հիմա եկեք մի քիչ պարզենք, հա, այստեղ էս ինչ է գրած։ Հիմա հələ համեմատեք այս երկրորդ եւ երրորդ գումարելիները։ Ով կարող է հիմնավորել, սրանք հավասար են թե ոչ։ Սկալար արտադրյալն չէ դրանք։ Հավասար են։ Որտե՞ղ, ինչ են հավասար։ Դե սկալել արտադրյալը իրենց կոորդինատների արտադրյալով էր լինում ու գումարով դրանք էլ կարելի է տեղերը փոխել, բան չի փոխվել։ Ահա, ուրեմն այս մեջտեղի այս խոսակցությունը, այս ընկերոջը, ես կարող եմ փոխարինել -2 անգամ այս սրանով։ Հաջորդը, ով կարող է հիմնավորել, ինչի է այս առաջինը, այսքան գումարելին, թարսի պես 1-ի հավասար։ Դե ինքն իր հետ սկալար արտադրյալը հենց ոնց որ երկարությունը լինի։ Երկու անգամով երկարության քառակուսին։ Էներգիում էլ է գրած երկարության քառակուսին։ Ուրեմն այս սա 1 է, այն նույն պատմությունը ստեղ սա է 1, մնում է ինչ անել, այս -2, այս երկու մեկերը միավորել իրար դարձնել 2, այս սրան վերցնել, տանել անհավասարության նշանի n կողմը, ու այս երկուսները պետք է այս երկուսները ինչ անել։ Այս երկուսները եթե կրճատենք, սա էլ տանենք հավասարման նշանի n կողմը չի ստացվի, որ սա եթե բերենք այս կողմ կստացվի uv սկալար արտադրյալը փոքր կամ հավասար ու երկարություն v երկարություն։ Հա, սա այն դեպքում էր, երբ որ սա դրական արտահայտություն էր, դա համար կարող էինք այս կողմ բերել առանց նշանը փոխելու։ Եթե բացասական է, էդ էլ խնդրում եմ ինքնուրույն դուրս բերեք։